Ֆինանսական զեղծարարների հիմնական թիրախ բանկային հավելվածների վրա հուլիսի 1-ից ստոպի կանխարգելիչ փրկիչ կոճակ կհայտնվի, բնակչությանը տեղեկացնում են Կենտրոնական բանկից։ Խարդախությունը կանխելու համար սպառողը պետք է դրանով նախապես բլոկ դնի քարտից հաշվից փող տանող կոնկրետ իրեն ոչ այնքան պետքական գործիքի վրա։ Օրինակներով ցույց են տալիս գլխավոր դրամատանը։ Օնլայն սպառողական վարկ, դիմել։ Այս կարող եք բլոկավորել եւ ոչ ոք չի կարողանա ձեր անունից վարկ ստանալ։ Երբ սահմանափակում եք, օրինակ վարկ ստանալը ձեր անունից, որը խարդախները շատ հաճախ են օգտագործում, կամ ձեր կյանքի խնայողություններն են, ձեր ավանդը, դուք գիտեք իրան ձեռ չեք տալի, չպետք է խարդախը կարողանա դրանց հանալ, դուք զգալիորեն նվազեցնում եք հնարավոր վնասը, որ կարող է խարդախը ձեզ հասցնել։ Բոլորը ցանկացած բան, որ ստեղից ելք է ենթադրում, դուք կարող եք արգելափակել։ Քաղաքացին ինքն է ընտրելու հավելվածի որ ծառայության վրա արգելք դնի, կուզի հաշվից փոխանցումները կփակի, կուզի ավանդից գումար հանելը։ Դրանից փողը չի սառչում, խնայողությունն էլ բջջայինից չի կորչում, շեշտում է Արմենուհի Մկրտչյանը։ Եթե ավանդը բլոկավորել եք օրինակ, դա չի նշանակում, որ այդ ավանդը ձեզ հասանելի չէ։ Դուք շարունակում եք տեսնել մոբայլ հավելվածով հաշվեկշռի մնացորդները, հաշվի, խնայողական հաշվի, ավանդի, վարկային գծի, բայց ելքագրումները կարող եք անել ցանկացած մասնաճյուղ բանկի մոտենալով։ Որևէ տողի համար ստոպ կիրառելն ի դեպ անվերադարձ պրոցես չէ, փոշմանելու դեպքում կամ եթե պետք է հնարավոր է ապակտիվացնել ծառայությունը, միայն թե յուրաքանչյուր բանկ արդեն ինքն է որոշելու ինչպես, հետադարձ քայլերը հեռավար ինտերնետով անել արդեն չի ստացվի։ Բանկը պետք է ապահովի այնպես, որ ապակտիվացման ժամանակ վստահվի, որ դուք եք։ Դա ավելի խիստ պահանջներ է ներառում, որպես կանոն պետք է այցելեք բանկի մասնաճյուղ։ Այս գործիքով հնարավոր կլինի օգնել հավելվածով միամիտ վարկ վերցնող տատիկ-պապիկներին եւ իհարկե IT զեղծարարների ծուղակն ընկնող անձանց։ Հենց այդ նպատակով է գլխավոր դրամատունը ֆինանսական կառույցներին 3.5 ամիս ժամանակ տվել ներդնելու նորամուծությունը։ Բնակչությունից ու բանկերից այստեղ խաբեությունների ահազանգ է, որ ստանում են։ Սպառողներից մենք ստացել ենք 2025 թվականին մոտ 300 դիմում զեղծարարությունների հետ կապված, սակայն բանկային համակարգում առկա թվերը, ինչը որ մենք տեղյակ ենք, դա մոտ 1700 դեպքն է, նախորդ 1000-ի փոխարեն։ Դեպքերի մի քանի խումբ կա, երբեմն պարզվում է հաշվից երեխան կամ ամուսինն են գաղտնի փող քաշել, բայց շատ ըստ բանկի զեղծարարությունների կանխարգելման բաժնի ղեկավարի բջջայինի միջոցով հավելվածը կոտրելու խարդախություններն են։ Ունենք դեպքեր, երբ որ օրինակ սպառողը իր գաղտնաբառերը հեռախոսի մեջ ամբողջությամբ գրել է, որի արդյունքում այդ նոթերը մտնելով կարողացել են զեղծարարները մուտք գործել համակարգ։ Դեպք ունենք, երբ որ օրինակ զեղծարարը խաբելով ստիպում է, որպեսզի ծրագիրներ բեռնեն, հեռախոսի էկրանը սևանում է։ Երբ որ հեռախոսը պահում են փորձելով, որ ինչ-որ գործողություն անեն վերականգնելու համար, մարդը չի գիտակցում նույնիսկ, որ ինքը Face ID-ով նույնականացում անցավ այդ պահին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տուժած քաղաքացիների գրեթե 99%-ը ինքնակամ է իր բանկային գաղտնաբառն ու մյուս տվյալները տալիս զեղծարարին։ Նման իրավիճակներում շուտով բավական կլինի սեղմել նոր ստոպոլ կոճակն ու ամբողջ հավելվածը միանգամից կկանգնի։ Պատկերացրեք, հեռախոսը դրեցիք եւ հասկացաք, որ տվյալներ տվեցիք, կամ տեսնում եք ակտիվություն, որը ելք է գնում, բայց չեք հասկանում ինչ է, դուք ժամանակ չունեք որոշել ինչ է, ստոպ մեկ գործիքով, մեկ հպումով դուք փակում եք ամբողջ ձեր գործակները, հեռավար գործարքները, հետո սկսում եք բանկի հետ կապնվել եւ գլուխ հանել ինչ է դա տեղի ունեցել։ Օնլայն բանկինգը բարդացնող նոր կարգավորումը ներդնել գլխավոր դրամատունը ստիպված է սպառողների անվտանգության համար։ Ֆինանսական համակարգը պարտավոր է հետևել, մարդիկ ոչ։ Ով վստահ է խաբվողներից չէ, կարող է ոչինչ էլ չբլոկավորել։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։